Միացյալ Նահանգների բանակի նախարար Դեն Դրիսկոլը երկուշաբթի երեկոյան Աբու Դաբիում հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, քննարկելով Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան նախագիծն։ Այս մասին Reuters գործակալությանը հաղորդել են ամերիկացի պաշտոնյաները։ Վաշինգտոնն ու Մոսկվան բանակցությունների մասին տեղեկությունները առայժմ չեն մեկնաբանում։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդական Անվար Մոհամմեդ Գարգաշը ևս հրաժարվել է մեկնաբանել երկրի տարածքում ընթացող բանակցությունների մասին լուրերը։ Մոսկվան Վաշինգտոնից սպասում է Ուկրաինայում կարգավորման ծրագրի միջանկյալ ուկրաինացիների և եվրոպացիների հետ համաձայնեցված տարբերակին։ Այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով ոչ պաշտոնական խողովակներով Մոսկվան արդեն իսկ ստացել է փաստաթղթի այդ տարբերակը։ Պաշտոնապես սակայն այն մեզ դեռ չի փոխանցվել, նշել է Լավրովը։ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով պաշտոնական Մոսկվան Թրամփի ծրագրին բավական երկար է սպասել օգոստոսին Անկորիջում կայացած հանդիպումից ի վեր։ Ամերիկյան պլանը պետք է արտացոլի Ալյասկայի գագաթնաժողովի տառն ու ոգին, հավելել է Լավրովը։ Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ դեպի խաղաղություն, այն արժանի է քննարկման, այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, պնդելով սակայն, որ ծրագիրը մեջբերում լուրջ բարելավման կարիք ունի։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ այնպիսի խաղաղություն, որն իրականում կապիտուլյացիա է, հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը։ Մակրոնի խոսքով տարածքային զիջումների հարցում որոշումներ կարող են կայացնել բացառապես ուկրաինացիները։ Այնինչ դրված է բանակցությունների սեղանին, պատկերացում է ստեղծում, թե ինչն է ընդունելի ռուսների համար։ Արդյոք դա նշանակում է, որ դա պետք է ընդունելի լինի նաև ուկրաինացիների և եվրոպացիների համար։ Պատասխանն է ոչ, ընդգծել է Էմանուել Մակրոնը։ Եթե ընտրությունները կայանային գալիք կիրակի, ապա Ֆրանսիայի նախագահ կընտրվեր ազգային միավորում կուսակցության թեկնածու Ժորդան Բարդելան։ Դա այն վկայում ֆրանսիական Օդոքսա ընկերության կողմից նոյեմբերի 19-ից 20-ն անցկացված հարցման արդյունքները։ Դրանց համաձայն առաջին անգամ Ֆրանսիայի պատմության մեջ ազգայնական թեկնածուն ի վիճակի է հաղթել թե աջ կենտրոնամետ և թե ձախ մրցակիցներին։ Առաջին փուլում Բարդելան կարող է հավաքել քվեների 35 կամ 36%-ը, պնդում են ֆրանսիացի սոցիոլոգ Նրանց խոսքով, եթե երկրորդ փուլում ազգայնականների մրցակիցը լինի ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնն, ապա Բարդելան կհաղթի քվեների 74%-ով։ Եթե երկրորդ փուլ դուրս գա նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, ապա Բարդելան կրկին կհաղթի, սակայն ավելի փոքր առավելությամբ, ստանալով ձայների ընդամենը 53%-ը, պնդում են հետազոտության հեղինակները։ Սերբիայի միակ նավթամշակման գործարանը, որ գտնվում է երկրի հյուսիսային Նովի Սադ քաղաքում, դադարեցրել է աշխատանքն։ Այս մասին հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով տեղական աղբյուրները։ Գործարանը պատկանում է սերբական NIS էներգետիկ ընկերությանը, որի բաժնետոմսերի 55%-ի սեփականատերերն են ռուսական Գազպրոմի դուստր ձեռնարկությունները։ Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցներից հետո ընկերության բնականon գործունեությունն անհնարին էր դարձել, գրում է Reuters-ը, տեղեկացնելով, որ վերջին օրերին մի շարք բանկեր դադարել էին կատարել NIS-ի փոխանցումները, իսկ Նովի Սադում գտնվող գործարանն անջատվել էր Խորվաթիայի տարածքով անցնող խողովակաշարից։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաստատել է երկրի միակ նավթամշակման գործարանում առկա խնդիրները, հերքելով սակայն, թե այն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը։ Գործարանն աշխատում է կարողությունների նվազագույն չափով, պնդել է Սերբիայի նախագահը։